Ողջույն սիրելի հայրենակիցներ, մեկ շաբաթից ավել է ինչ Նիկոլ Փաշինյանը արշավ է սկսել եկեղեցու դեմ։ Բոլորիս էլ հայտնի է, որ հայ առաքելական եկեղեցին պետության մեջ կայացած ինստիտուտ է և հայապահպանման և ինքնության պահպանման, ինչպես նաև պետականության պահպանման գործում դարավոր պատմություն ունի։ Այս հարցերի շուրջ այսօր խոսելու ենք արվեստագետ, երաժշտական պրոդյուսեր Նիկա Բաբայանի հետ։ Ողջույն, պարոն Բաբայան։ Պարոն Բաբայան, իհարկե բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցում կան խնդիրներ։ Երևի թե սկսենք խոսել խնդիրներից, այնուհետև գանք դեպի այն կետը, որ հասկանանք ինչ միտումով է սա արվում և արդյոք սա իր մեջ արտաքին հրահանգավորման նոտաներ ունի։ Քանի որ եկեղեցին միշտ առաջնորդել է մեր ժողովուրդը, դարերի ընթացքում գիտեք, մենք պետականություն չենք ունեցել կամ ինչ-որ պսևդո թագավորություններ են եղել տարբեր ժամանակահատվածներում, իսկ եկեղեցին միշտ եղել է այն սյունը, այն կարևորագույն հանգամանքը, որը թույլ է տվել, որ ազգը գոյատևի, զարգանա, կրթվի և ուժ է տվել ժողովրդին մնալ քրիստոնյա և ինչ-որ ձևով շարունակել իր գոյությունը։ Եկեղեցի դեմ արշավը նոր չի սկսվել։ Նիկոլ Փաշինյանը այդ արշավը սկսեց վաղուց, եթե հիշում եք։ Նենց որ ինձ համար սա նոր բան չի, պարզապես այդ լկտիությունը ու այդ անսանձահարված այդ խոսակցությունները, այդ բառապաշարը, այդ փողոցային, այն ինչ որ ինքը վերջերս թույլ տվեց, դա խոսում է այն բանի մասին, որ ժողովուրդը թույլ է տալիս, որ այս ոչնչությունները իրենց կարողանան մարդկանց դիմել, վարկաբեկել բացահայտ առանց վախի, առանց որևիցե բանի, որտեղ գիտեն, որ ոչ մեկը իրենց ձեռքը չի բռնի, ոչ մեկը բերանները իրենց չի փակի և քանի որ ժողովուրդը գտնում է շատ մոլորված, շատ հոգնած, շատ զզված, շատ ծանր հոգեկան վիճակում, իրենց թվում է, որ իրենք ամեն ինչ կարող են անել և համոզված են, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրանք ստանալով, իրենք որոշեցին, որ արդեն պահն է, որ կարելի է և եկեղեցին ոչնչացնել, մարդկանց մտքերից հանել, որ որքան հնարավոր է շուտ այս երկիրը տապալվի բարոյապես և ֆիզիկապես։ Եվ մենք այդ ճանապարհին ենք, մենք կանգնած, մենք գիտենք ինչ է կատարվում։ Կան իհարկե ուժեր, որոնք խոչընդոտում են իրենց, դրա համար դեռ Հայաստանը գոյություն ունի, բայց մենք չգիտենք որքան ժամանակ մարդիկ այդ դրական ուժերը, բարոյական մարդիկ կկարողանան խանգարել այս գործող իշխանությանը։ Այն, որ եկեղեցին ունի խնդիրներ, դա հայտնի պատմություն է, և իմիջիայլոց եկեղեցին միշտ ունեցել խնդիրներ։ Միշտ եղել են հակասություններ եկեղեցիների, թագավորների, իշխանների, նախարարների միջև, դա եղել է միշտ, որտեղ եկեղեցին, բայց հենց այդ խնդիրները ցույց են տալիս մի բան, որ եկեղեցին եղել է շատ ուժեղ ու շատ հզոր կառույց և շատ հաճախ այդ թվում թագավորներն են շատ տուժել հակադրվելով եկեղեցուն, որտեղ եկեղեցին այնքան ուժեղ է եղել, որ կարողացել է պատժել, ինչ-որ քայլեր անել և կարելի ասել հաղթել այդ երկրի կամ ինչ-որ պետական կամ պետականության մոտ գոյություն ունեցող կառույցների։ Այսօր եկեղեցուն կպնելը նշանակում է, եթե մենք լինեինք իսկապես, մենք եկեղեցուց ու Աստծուց այսքան հեռացված չլինենք, մենք ազգովի վաղուց պետք է փողոցներում լինեինք և եկեղեցիների զանգատները պետք է օր ու գիշեր, ինչպես 1918 թվականին գոչեին նրա մասին, որ տեսեք ինչ անարդարություն է կատարվում։ Եվ այս ամեն ինչը
տեղի չէր կարա ունենար, եթե եկեղեցին իրեն ճիշտ պահեր, ժողովրդի առաջնորդի դերը չկորցներ, որտեվ եկեղեցին է ժողովրդի առաջնորդը եղել, միշտ հոգևոր առաջնորդը։ Եվ եկեղեցին իր խոսքը եթե կարողանար ասել եւ ասել, իհարկե այս վիճակը չէր ստեղծվի։ 1999 թվականից եկեղեցին լրիվ այլ դեր է, այլ տեղ է գրավել այս երկրում։ Մենք արդեն շատ հաճախ մարդիկ ասում են, իրանք ուզում են ավելի շատ լինեն օլիգարխներ, կոռումպացված չինովնիկներ, քան ազգի առաջնորդ, հոգևոր առաջնորդ։ Դա փաստ է, ավաղ փաստ է։ Պարոն Բաբայան, տեսեք, ժողովուրդը երկու մտքի է բաժանված։ Կեսը հասկանում են եւ ընկալում են այսպես, որ թիրախավորված է ոչ թե եկեղեցին, այլ կոնկրետ եկեղեցու սպասավորները։ Մի մասն էլ ասում է, որ սա ոչ թե այդ սպասավորներին է ուղված արշավը, այլ հենց կոնկրետ եկեղեցուն։ Դուք ինչ եք կարծում եւ եթե այս տարակարծությունը եւ երկմտությունը հաշվի առնենք, այստեղ խորքային ավելի խնդիրներ չկան, հասարակության դիմադրությունը, միաբանությունը, առանց այն էլ խարխլված միաբանությունը ավելի խարխլել եւ վերջնականապես դիմադրողականությունը ավիրել։ Գիտեք, մենք այն վիճակում է երկիրը հայտնել է հասարակությունը, որ չկա արդեն պետություն, պետականություն, հասկացողությունը մարդկանց մոտ զրոյացել է։ Իմիջը այսօրվա գործող իշխանության զրոյականից էլ ցածր է, որտեղ մարդիկ արդեն կտրուկ ու բացարձակապես ու բացահայտ չեն հավատում երկրի ղեկավարներին այս համակարգին։ Սա խունտա է վերջին հաշվով, մարդիկ դա հասկանում են։ Եվ երբ որ չկա հավատք պետականության հանդեպ, այդ պետական կառույցների հանդեպ, ժողովուրդը արդեն ատում է բոլոր, այսպես կոչված, համակարգված այս երկրի բոլոր ինստիտուտները, լինի դա քաղաքապետարան, լինի դա նախարարություն, լինի դա դպրոց եւ այլն եւ այլն։ Մարդիկ այն աստիճանի են հուսատված, այն աստիճանի զզված ու մոլորված, որ այնտեղ կար մի վտանգ, որը շատ լավ հասկանում է եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ այսօրվա իշխանությունը Նիկոլի ղեկավարությամբ։ Իրենք հասկանում են, որ երբ որ ժողովուրդը այն աստիճանի հուսատված է, որ միակ փաստորեն դարերով եկած մի ուժ, որը կարող է իրենց առաջնորդի, դա եկեղեցին է։ Եվ իրենք կարող է կառչեն եկեղեցին եւ սատարեն եկեղեցուն։ Բայց եկեղեցին ամեն ինչ արեց այս վերջին 26 տարվա մեջ, որպեսզի կորցնի այն դիրքը, որը ինքը հազարամյակից ավել 1700-ից ավել տարի ունեցել է։ Այդ դիրքերը եկեղեցին վաղուց է կորցրել։ Իսկ հիմա այս վերջին այս 26 տարվա ընթացքում եկեղեցին կարողացավ այնպես անել, որ մարդիկ հեռացան եկեղեցուց։ Ճիշտ է, մենք գնում ենք, մոմ ենք վառում, որոշ մաս աղոթում է, որոշ մաս ապաշխարում է եւ այլն, բայց իրականում ժողովուրդը շատ է հեռացել եկեղեցուց։ Ավելի շուտ ես կասեի եկեղեցին է շատ հեռացել ժողովրդից։ Մեր այն ամենածանր պահերին եկեղեցին իր խոսքը չի ասել, իր առաջնորդի դերը չի կատարել։ Սա ինչ է նշանակում, որ այսօր փաստորեն իշխանությունը ստանալով համապատասխան ինստրուկտաժ թուրքական աշխարհից, ինքը փաստորեն ամենավերջին իրենց կարծիքով բանին է դիմում, որպեսզի վերացնի եկեղեցին, պարզապես վերացնի, եւ որպես կառույց, եւ որպես եկեղեցիականներ, եւ մի խոսքով, բայց ամենակարևորը որպես հավատք, որպեսզի մարդիկ հեռանան եկեղեցուց քրիստոնեությունից եւ դառնան մի անդեմ, մի sense մասա, մի զանգված, որին ինչպես ուզես կարան այս տգետները կառավարել։ Սա է իրենց նպատակը։
Ադրբեջանում Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահը հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին տարածաշրջանի պետությունների համար վտանգ է։ Այնուհետև դրանից հետո անցավ 7 օր եւ տեսանք արդեն Նիկոլ Փաշինյանի այդ սկզբում համեմատել է եկեղեցիները Չուլանի հետ, այնուհետև վարչապետին ոչ հարիր բառապաշարով, բառամթերքով արդեն բացահայտ հրապարակային այդ գրությունները։ Կարող ենք այո փաստել այն, որ սա հենց կոնկրետ ուղերձ է, հենց կոնկրետ պարտադրանք է Ադրբեջանի կողմից, որովհետև կարծում եմ զարմանալի էլ չէ, հա, որ մեր երկրի ղեկավարը մեկ առ մեկ կատարում է Ալիևի հրահանգավորումները։ Դե երբ որ ասում ենք Ալիև, հասկանում ենք այդ թվում եւ Թուրքիային իհարկե։ Եվ իհարկե այս մարդը արդեն չգիտեմ, էլ ինչ պետք է ասի եւ անի, որ մարդ հայերը հասկանան, որ սա բացարձակ առանց վախենալու, առանց ամաչելու բառը չեմ էլ Երևանի մասը այդ մարդկանց հանդեպ այդ բառը օգտագործել, ամոթի մասին չենք էլ խոսում ընդհանրապես։ Այս մարդը ատում է այս ժողովրդին, ատում է այս երկիրը, ինքը արդեն իր հարցերը լուծել է երևի, ֆինանսական եւ այլ, իր կյանքի ամենամեծ նպատակը է շուտ այս երկիրը տապալել եւ այս երկրից դուրս փախնելը։ Ես մեկ-մեկ որ մտածում եմ, սա ճարահատված ուզում է լավ գոնե որ չտապալվի, մնա իշխանության մեջ, որ կարողանա գոյատևել։ Ինքը շանս չունի։ Ոչ մի բոլոր օրենքներով երկնային եւ մարդկային ինքը չի կարող, ինքը չունի ապագա, հասկանում եք, մի մարդ, որը իր ժողովրդի հանդեպ սենց ատելություն ունի ու որքան ինքը այս ժողովրդին ատում, այնքան ժողովուրդը իրեն պետք է ատի, հասկանալի է դա։ Եվ մի մարդ, որը ժողովրդից ուզում է գողանա հավատքը արդեն, այդ մարդը ընդհանրապես ոչ մի, բացարձակապես ոչ մի շանս չունի այս երկրում շարունակել կառավարելը եւ ոչնչացնելը։ Արդեն էլ ինչ մնաց։ Շատ քիչ բան է մնացել, որ այս երկիրը համարենք տապալված։ Ինքը ոչ մի ապագա չունի այս մարդկանց հետ։ Տեսեք այդ թիմը, ամբողջ այդ ողմակը, այդ ինչ այդ բորենիների հավաքը, դուք այս մարդկանցից ինչ լավ բան պետք է սպասեք։ Ու իրենք կարողացել են պառակտել եւ հայաստանցիների, արցախցիների մեջ եւ Սփյուռքում, այս ամեն ինչ արել են, կառույց են ստեղծել, որը նպատակասլաց կործանում է Հայաստանի եւ Սփյուռքի եւ Արցախի միջև այս հարաբերությունները եւ վերաբերմունքները։ Այն ինչ որ սրանք են անում, սա ոչ մի թուրք, ոչ մի թուրքական կառույցներ ոչ մեկը չի կարող այս քայլերը անել, այսքան վնաս բարոյական եւ ոչ միայն բարոյական։ Բոլոր տեսակետներից այդ վնասները հասցնի մեր երկրին։ Տես բան չի եղել մեր պատմության մեջ։ Եղել է ցեղասպանություն, եղել է բարբարոս վերաբերմունք, բայց բարոյապես մարդկանց այսքան նվաստացնելը, ցածրացնելը եւ փորձեր անել ոչնչացնել ընդհանրապես բարոյականությունը մարդկանց մեջ, այսպեսի բան իմ կարծիքով չի եղել։ Սա աննախադեպ բան է։ Եվ ես հույսով եմ, որ սրանով է կավարտվի այդ մեր կարելի ասել սև մեր պատմության սև էջը։ Հասկանում եք, իրենք լկտիացիան են աստիճանի, որ մտածեցին, որ կարող են եկեղեցին խլել ժողովրդից։ Եկեղեցին ամեն ինչ արեց իհարկե, որ այս պառակտումը լինի ժողովրդի եւ եկեղեցի միջեւ։ Բայց հասկանում եք, դարերը ցույց տվեցին, որ եկեղեցին սխալներով անել միշտ կա սխալներ արել, կատարել։ Բայց ինքը կարողացել է ինչ որ ձևով լուծումներ գտնել, վերականգնել իր ստատուսը, կարողացել են այնպես անել, որ հայտնի է, որ բարձ ժողովուրդը միշտ եկեղեցիականների հանդեպ ինչ որ բացասական բառներ ասել, հայտնի բաներ կան, պատմություններ կան հայտնի փաստեր, որ եկեղեցին իրեն շատ վատ է դրսևորել, բայց ինքը կարողացել է ինքնառողջանալ, ինքը կարող է այդ
կարողացել է եկեղեցին ազատվել այդ մեղքերից։ Պարոն Բաբայան, ինչ պետք է անի այսօր եկեղեցին, մասնավորապես թիրախավորվել է հենց կաթողիկոսը։ Փաստենք այն եւ դա հաշվի առնելով, որ եկեղեցին պետության դերակատարում է, հա, նաեւ մեր պատմության ընթացքում ունեցել, ինչ պետք է անի հենց Գարեգին II-ը, եթե իհարկե պետական մտածողություն եւ պետության, հա, պահպանման եւ հայի ինքնության պահպանման տեսանկյունից հաստատված լինի, հուսանք, որ այդպես է, էլի։ Գիտեք, սա շատ բարդ հարց է։ Ես ոչ մի անգամ ինձ չեմ կարող իրավունք վերապահել դատել եկեղեցին։ Մենք մեր հարևաններին, մեր հարազատներին, մոտիկներին նույնիսկ չենք իրավունք չունենք դատենք։ Բայց այս են դեպքն է, որ ես նորից եմ ասում, հույսը ոչ թե մեր դատաստանն է, մեր քննադատությունն է, որը պետք է իրենց փոխի։ Իրենք հոյակապ հասկանում են ինչ մեղքեր են գործել։ Հոյակապ։ Միայն այն բանը, որ այս մարդը վազելով գնում է եւ շքանշանն է ստանում Պուտինի պես ֆաշիստից, այս արդեն այս փաստը նշանակում է ինչ-որ շատ լուրջ բան, չէ՞։ Այս մարդիկ վերջին հաշվով տասնամյակներով եղել են շատ խիստ KGB-ի հսկողության տակ եւ ես կասեի շատ սերտ համագործակցել են։ Ով որ մի քիչ ավելի շատ գիտի մեր եկեղեցի պատմությունը, շատ լավ գիտի, որ ինչ քանակությամբ ագենտներ են գործում եկեղեցի կառույցի մեջ մինչև այսօր։ Եվ առավել եւս այդ կախվածությունը Ռուսաստանից, այդ ֆաշիստական իդեոլոգիայի մի մասը լինելով, այս մարդիկ չեն կարողանում ռուսական ազդեցությունից ազատվել, չեն կարողանում, հավատացեք։ Իրենք չեն էլ ուզում, դրա մասին էլ պարզ պետք է ասենք։ Դրա համար նստել եւ մտածել, որ եկեղեցին ինչ որ ձևով ինքը իր մեջ կգտնի ուժ, խիզախություն, իմաստություն ու այս ամեն ինչից կհրաժարվի, ես դժվարանում եմ ասել, որտեղ վերջին հաշվով որքան է մենք բարձր գնահատենք կամ փորձենք գնահատել կաթողիկոսի դերը այս ամեն ինչի մեջ, այդ կառույցի մեջ, վերջին հաշվով ինքը պարզ մարդ է, վերջին հաշվով։ Ինքը ոչ սրբադասված ինչ-որ անձնավորություն է, ինքը պարզապես մի կազմակերպության, որը մենք կոչում ենք այդ եկեղեցի, իրավունք ունենք այդպես մոտենալ, նա այդ կազմակերպության ղեկավարն է։ Հայաստանում որքան կազմակերպություններ կան, որոնց ղեկավարները 0 են, պրոֆեսիոնալ ոչնչություններ։ Այս երկիրը հիմա լրիվ բոլոր բնակավարներում այդպիսի ղեկավարներ ունեն։ Հիմա այդ փաստորեն եկեղեցին էլ լինելով այս երկրի մի մաս, բայց հասկանում եք եկեղեցին ախր դրանից բարձր է։ Սա կարևոր հարց է, սա լուրջ հարց է, սա հայաստանյան եկեղեցի չի, սա հայ ազգի, սա ազգային եկեղեցի է։ Եվ եթե մենք ասում ենք Հայաստանում 3 միլիոն հայ է այսօր բնակվում, այս եկեղեցին այդ 3 միլիոնի առաջնորդը չի, ինքը 10 միլիոնի առաջնորդը։ Եվ իր գործունեությունը եւ իրենց միսիան շատ ավելի լայն է, քան մենք ենք պատկերացնում։ Եվ այստեղ պետք է սփյուռքը իր խոսքը ասի։ Առանց այդ գիտեք բազմաթիվ պառակտումներ կան։ Կան եկեղեցիականներ, որոնք չեն ընդունում Էջմիածինի խոսքը, չեն ընդունում Էջմիածինի հրահանգները, որոշումները, որովհետև այդ որոշումների մի մասը բացարձակապես հակամարտկային է, հակահայկական է։ Ես թերահավատ եմ այդ հարցում, որ եկեղեցին ինքը այս դեպքում ուժ կգտնի այդքան եւ առավել եւս եկեղեցու առաջնորդը եւ կասի, գիտեք ինչ, մենք ամեն ինչ պետք է վերանայենք։ Մենք ոնց որ այսօր Նիկոլը ասի, չէ, ես ինչ սխալներ արել եմ, կներեք ինձ 1000 անգամ։ Ես գեղցի տղա եմ, հիմա Շուստրի գեղցի բան եմ, գյադա եմ։ Ես հիմա այդ ամեն ինչից հրաժարվում եմ։ Ես հիմա կապրեմ ազնիվ, ոնց որ կսկսեմ նոր պայքար, այդ փողերը հետ կբերեմ եւ այլն եւ այլն։ Հիմա դուք կհավատաք դրան։ Եթե ինչ որ մեկը հավատա, պիտի լինի կատարյալ ապուշ։
մեզտեղ չեն թողել ինչ որ բաների հավատալ։ Հիմա եթե վեհապարը կկանգնի եւ կասի մենք սխալներ ենք գործել ու այդ սխալները մենք հիմա կվերացնենք, իմ եղբայրս էլ չի լինի Ռուսիա առաջնորդը եւ այլն, դες բան դուք պատկերացնում եք, ես չեմ պատկերացնում, որտեւ այդ տիպի բազմաթիվ կարող է հարյուրավոր մեղքեր են գործել իրենք։ Ու այդ ամեն ինչը այսօր փոխելը շատ դժվար է, բայց վերջին հաշվով կա Աստված։ Վերջին հաշվով Աստվածն էլ է, չէ, թե այս մարդիկ եթե հավատացյալ են իհարկե։ Գուցե ով գիտի իրենց մեջ կգտնվեն այն մարդիկ, որոնք հետո մենք կսրբադասենք եւ կասեն, գիտեք ինչ, վեհապար հայր, եկեք ընդունեք եւ հայտարարեք, որ դուք սխալներ եք գործել եւ եկեղեցին պետք է առողջանա։ Ես արդեն ոչ այն տարիքում եմ, ոչ այն բարոյական ուժը ունեմ, որ կարող եմ ասել, որ չէ, ես կշարունակեմ, կփոխվեմ ու կշարունակեմ։ Չի լինի այդպես։ Պետք է պարզապես հենց եկեղեցին ինքը սրբազանի առաջնորդության այդ քայլին գնա եւ որոշում ընդունի, որ եկեղեցին պետք է դառնա իսկական ոչ թե օլիգարխ, ոչ թե կոռուպացված համակարգի մի ինչ-որ օղակ, այլ ինքը դառնա անկախ հոգևոր առաջնորդ, որը միշտ ժողովրդի կողքին կլինի, ոչ թե այսօրվա ղեկավարության կամ վաղվա, ինքը ղեկավարության հետ տարվոր է համագործակցել, բայց ինքը պիտի լինի անկախ այն առումով, որ ինքը պիտի լինի ժողովրդի հետ։ Երբ որ ժողովուրդը փողոց է դուրս գալիս, երբ որ ժողովուրդը ապստամբում է, ինքը պիտի առաջին շարքում լինի։ Ոնց որ կներեք ինձ Գևորգ 5-րդը փաստորեն ինքը կազմակերպեց մի շարք իհարկե մեծ պատրիոտների, մեծ ազգասեր մարդկանց զինվորականների միջոցով կարողացավ կազմակերպել Սարդարապետի ճակատամարտի հաղթանակը։ Ինքն էր այն մարդը, որը ժողովրդին ոտքի հանեց եւ ժողովուրդը կարողացավ հաղթել այդ կարևորագույն բանի մեջ, պատերազմի մեջ։ Պարոն Բաբայան, իհարկե հուսանք, որ կգտնվի մեր կաթողիկոսի մեջ քաջություն եւ իրական աստվածավախություն, բայց մի բանի մասին էլ խոսենք։ Վերջերս արդեն տևական ժամանակ է, ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը կրթվել են նորաձև է շարժում է սկսել եւ մի քանի օր առաջ, երբ համալսարանում հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանը ուսանողների հետ, այսպիսի մի միտք արտաբերեց, որ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք կորցրեցինք մեր հայրենիքը, բայց այժմ մենք ավելի անկախ ենք եւ ավելի ինքնիշխան ենք։ Կարող ենք հիշել նաեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ը, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս Արցախը։ Հիմա տեսնում ենք այս մարդը նորից Արցախը հայրենիքի մաս է համարում։ Սա ինչ որակի մասին է խոսում։ Դուք արդեն օգտագործեցիք ամենակարևոր բառը՝ կրթվել, կրթություն։ Դուք Նիկոլ Փաշինյանին ու իր տիկնոջը ու իրենց ամբողջ շրջապատին կրթված մարդ եք համարում։ Առաջինը այն երկիրը, որը թույլ տվեց, որ երկրի գլխին կանգնի մի մարդ, որը այդպես է դիպլոմ բարձրագույն կրթության չունեցավ, դա արդեն հանցագործություն էր։ Ժողովրդի կողմից էլ է հանցագործություն, որ մենք հանգիստ ընդունեցինք այդ բանը։ Դուք գիտեք, տարբեր ինստիտուտներում, գիտական կազմակերպություններում մարդիկ ուսումնական հաստատություններին լիքը բաներ, օրենքներ ու ընդունված կարգը կոտրեցին եւ այսօր այդ կազմակերպությունների գլխին կարան կանգնեն մարդիկ, որոնք չունեն գիտական աստիճան, որոնց գիտական աստիճանը, ասենք թե կարա լինի տեխնացու գիտության, այլ ոչ թե դոկտոր կամ ակադեմիկոս։ Դուք հասկանում եք, սա միշտ այս մարդիկ միշտ եղել են անկիրթ, անգրագետ, անբարոյական ես կասեմ, բոլոր հարցերում։ Այս մարդիկ ամեն ինչի պատրաստ են։ Եթե այդ կրթությունը կոչում են նորաձևություն, կներեք ինձ, թող մի հատ իրան կրթվեն մի քիչ, այդ իրենց կրթական ցենզը ու մակարդակը այնքան ցածր է, որ
մի մարդ այդ բառապաշարը, բառամթերքը, որը օգտագործում է տարբեր ելույթներում, այդ կապիկությունները, այդ շոուները, որ կազմակերպում է, ոնց կարա այս մայմունությունը նորմալ մարդ ընդունի կամ ասի, ես չեմ հասկանում, սա կրկես է, սա ով է այս մարդը։ Այս մարդը բոլորի ձեռ առնում։ Իր ամեն ինչով, իր պահվածքով, իր խոսքով, իր արտակինով, իր ամեն ասած խոսքով։ Այս մարդը վիրավորում է հայ ժողովուրդը իր գոյությամբ։ Դրա համար ես այդ խոսակցությունները, այդ բաները ես համարում եմ նույնիսկ մեկնաբանության կարիք էլ չկա, հասկանում եք, սա այս մարդկանց մակարդակը, այսօրվա երկրի ղեկավարության մակարդակը, դա էլ որ ասում եմ պլինտոսից ցածր մի ինչ որ բան է ու այս խունտան, այս անգրագետների ոհմակը այս երկիրը չի կարող կառավարել։ Իներցիայով մենք եկանք հասանք սրան։ Այո, ինքը լավ դասատուներ ուներ, լավ ընկերներ ունի, որոնք մինչև հիմա իրան այսպես կոչված ընդդիմությունները, ինքնիմությունը իրան պաշտպանում է եւ ամեն ինչ անելու է, որպեսզի վերարտադրվի իրենց դիրքերը մյուս տարվա ընտրություններում, այդ մենք բոլորս հասկանում ենք։ Ու եթե մենք չկարողանանք այս ամեն ինչի դեմ կանգնել եւ իրավիճակը փոխել, բայց ոչ մեկը թող չփորձի ասել բերել Գյումրի օրինակը։ Ես այդ օրինակը չեմ հասկանում ընդհանրապես։ Երբ որ մարդը կարող է գնալ կոմունիստական կուսակցության տեսակետները կիսող մի ինչ-որ մեկին ընտրի քաղաքապետ կամ քաղաքի գլուխ։ Տենց բան ինձ համար դա անընդունելի է։ Նենց որ այդ հաղթանակը, որ ժամանակ առ ժամանակ ասում որ դա հաղթանակ է։ Դա հաղթանակ չի, իմ համար հաղթանակ չի։ Պարոն Բաբայան, խոսենք նաև նրա մասին, որ այսօրոպեական քննարկվող թեմաներից է նաև բանակի հետ կապված այդ այսպես ասած բարեփոխումները։ Երևի տեղյակ եք, որ արդեն գումարով մարդիկ կարող են 1 ամիս ծառայել, 4 ամիս ծառայել, դուք ընդհանրապես այս նախագիծը, որը հավանություն է ստացել կառավարության կողմից, ինչ վերաբերմունք ունեք եւ ինչ կասեք։ Լսեք, ես բանակի հանդեպ այնքան պրետենզիաներ ունեմ, այսպես ասել։ Ես բանակի պահվածքից, գեներալների պահվածքից, ես այդ մարդկանց իսկապես համարում եմ ամենացածր անբարոյական դասերից մեկը Հայաստանում։ Այդ որ միշտ մենք երդվում ենք եւ ասում ենք մեր բանակն է մեր ապագան, մեր ինչ ասեմ, մեր գարանտը, մեր կյանքի, ինչպես ասում ենք բանակը, եկեղեցին եւ այլն։ Դուք հասկանում եք, այդ գեներալներից ոչ մեկը պատերազմի ժամանակ լինելով զինված, ունենալով ուժ, ունենալով իրավունք Նիկոլի դեմ չկանգնեցին, չասեցին ախպեր ջան, դու ինչ կապ ունես այս ամեն ինչի հետ։ Դու ոչ մի բան չես հասկանում, ոչ պատերազմից, ոչ բանակից, ոչ էլ մարդկային ընդհանրապես վարքից։ Դու բարոյական իրավունք չունես ղեկավարել այն կառույցը, որը կոչվում է, ես համարում եմ ամենակոռումպացված, ամենավտանգավոր դասը մեր երկրում եւ Արցախում հենց զինվորականությունն է։ Ես չեմ խոսում այն լավ նվիրված, ազգին նվիրված տղաներին, որոնք ամեն գնով սխրանքներ գործեցին, այն սպայական կազմը, բայց գեներալիտետը ես համարում եմ ամենազզվելի, ամենազազրելի համակարգը Հայաստանում։ Ոչ մեկը, ոչ անվտանգության համակարգում, ոչ զինվորական, ոչ ոստիկանական, ոչ այլ գործող ուժային համակարգերը, բոլոր գեներալիտետը, այդ բոլոր մեծ պաշտոններ զբաղեցնող մարդիկ իմ համար ոչնչություն են, ոչնչություն։ Իրենք կարան երկիրը 100 անգամ փրկեին, ամեն էշությունից հետո, որ այս մարդը իրան թույլ է տալիս, կարան հանգիստ իրան ձերբակալեին, մեկուսացնեին, ու թույլ չտան, իսկ այսօր ինչ է կատարում, ամբողջ երկիրը այդ համակարգը սպասարկում է այս մարդուն, որը բացահայտ հանցագործ է, սպասարկում է այդ մարդկանց, այս հանցավոր
խունտային է սպասարկում։ Պարոն Բաբայան, տեսեք, որքան էլ որ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը որ կա, ատելությունը իշխանությունների նկատմամբ դա փաստ է։ Մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, բայց կան նաև դյուրահավատ մարդիկ, ովքեր հավատում են, հա, իշխանություններին։ Եվ օրինակ դուք ինչ եք կարծում, ինչը կարող է մեզ միաբանել եւ ինչը կարող է մեզ ուժ տալ, որ մենք այս վիճակից դուրս գանք, հա, անգամ իրար նկատմամբ արդեն վստահություն ու հավատ կարծես թե չի մնացել։ Գիտեք, վերջին փորձը այդ միաբանության շատ տխուր դաս եղավ բոլորի համար։ Դա այն հիասթափությունը առաջացրեց, որը արդեն ոնց որ հույսել չի թողնում, որ մենք կարող ենք բոլորս ոտքի կանգնել։ Մենք ոտքի պետք է կանգնենք արդեն պատերազմի այդ նոյեմբերի 9-ից մենք նոյեմբերի 10-ից 2020 թվականի մենք տուն չպետք է գնանք, մինչև չտապալվեր այս իշխանությունը, մինչև իրենց չձերբակալեն ու չգցեն բանտը, մինչև չգնար արդարադատության ազնիվ որոշումներ ընդունել, հասկանում եք, մենք այդ չարեցինք, նոյեմբերի 10-ին մենք չարեցինք, մենք այսօր չենք անում, մենք այսօր զինվորականը սահմանին կանգնած, որ ամեն րոպե կարող է զոհվի, ստանում է ինչ-որ մի X գումար, իսկ Երևանի ոստիկանը, որը կարող է հաճույքով սկսի ժողովրդին ծեծել, եթե հարկ լինի կկրակի կմորթիել, ինչ էլ ասես կանի։ Այս ամեն ինչ այս համակարգը մենք հանդուրժում ենք, չէ՞։ Մենք այս ամեն ինչը տեսնում ենք, այս սարսափով հետևում ենք, ու մեկ է գալիս մի սրբազան, որին ես անձամբ ճանաչել եմ ու միշտ համարել եմ շատ բարի ազնիվ մարդ, այդ մարդը ժողովրդի ոտքի է անում, որտեղ ժողովուրդը ուզում է, պորտքում է, ժողովուրդը միաբանվում է։ Ես շատ լավ հիշում եմ, որ ինչ ուժեր հավաքվեցին այդ մարդու կողքին։ Ես էլ այդ թվում, էլի նորից մտածեցի, ոնց որ առաջին այն 18 թվականին հավատում եմ, որ այս Նիկոլը իր եկած թիմով պիտի երկիրը ազատագրե այդ հակայականներից եւ այլն, այս մարդիկ դարձեցին երկիրը մի սարսափելի երևույթ։ Եվ սրբազանը եկավ, ոտքի կանգնեց, մարդկանց հանեց, մինչև հիմա քանի մարդ կա, որ էլի հույս ունի, որ սրբազանը դեռ իր միսիան կկատարի։ Ես արդեն չեմ կարող այդպիսի այդ աստիճանի միամիտ չեմ։ Սրտիս խորքում հիշելով նրա այն հին սրբազանին, որին ես եմ ճանաչել, ես իրեն չեմ կարող չհարգել։ Նեգատիվ վերաբերեմ, բայց այն սրբազանը, որը ժողովրդին հանեց փողոց ու արեց այն ինչ որ արեց, այս հուսահատությունից, հոգնածությունից ավել զզվանքից, որ մենք էլի մեզ խաբեցին ինչ որտեղ։ Դու զզվում ես քո հանդեպ ես վատ վերաբերում, ասում ես դու ինչքան ապուշ ես, արա, քեզ ինչքան կարան խաբեն։ 18 թվին խաբեցին։ Այս պատերազմից հետո խաբեցին, սրբազանը եկավ, փասյոնը նորից խաբեց։ Իհարկե չենք հուսահատվում, ճիշտ է։ Դե գիտեք ինչ, շատ հուսահատված եմ իհարկե, բայց ես հավատացյալ մարդ եմ։ Ես հավատում եմ իհարկե եւ Աստծուն, եւ գիտեմ, որ Աստված թույլ չի տա, որ այս երկիրը, սուրբ երկիրը, աշխարհի երեսից հեռացվի, այդպիսի բան չի կարող, հայ ժողովուրդը լրիվ ուրիշ միսիա ունի այս կյանքում, ու մենք նրա համար չենք ապրել եւ միջև այսօր գոյություն ունենք, որպեսզի ինչ որ մի հատ խուլիգան անգրագետ գեղցի կարողանա ընդհանրապես կազմաքանդի այս ժողովուրդը, եկեղեցին եւ մեր երկիրը։ Դա անհնարին է։ Եվ վերջին հարցը, այս ամեն գորշության մեջ, այս ամեն մոխրագույն երանգների մեջ դուք շարունակում եք ստեղծագործել, որպես արվեստագետ շատ դժվար է երևի ստեղծագործական կյանքը զարգացնել,
Այդուհանդերձ կուզեի վերջում խոսեիք նրա մասին, թե ստեղծագործական ինչ նախագծեր ունեք, որքան տեղյակ եմ, նոր խումբ ունեք եւ նոր խմբի պրոդյուսերական աշխատանքով եք զբաղված։ Մեր բնակավարում երաժշտական, ինչպես յուրաքանչյուր, ինչ որ բան կարող եք կյանք ստանալ, ինչ որ ժամանակ գոյատևել, հետո վերանալ, որը լրիվ նորմալ է։ Արդիկ հավաքում են միասին երաժշտություն են նվագում, հետո գալիս է մի պահ, որ հոգնում են իրենք, սպառվում են։ Վերջին հաշվով դա նենց բան է եւ տարիքի հետ է կապված, եւ ներքին աշխարհի եւ այսպես ասած գրագիտության եւ խորության հետ այդ ամեն ինչը։ Դրա համար լավագույն խմբերը աշխարհում ենքան խմբեր են ստեղծվել, որոնք հետո անհետացել են։ Իսկ այդ մարդկանց մասին ոչ մեկը չի էլ հիշում այդ ֆանտաստիկ երաժիշտների մասին։ Խմբակային արվեստը սենց է, ինքը շատ արագ կարող քանդվի։ Մի հոգու պատճառով, օրինակ, կամ կարծիքների տարբեր եւ վերջին հաշվով ամեն մեկը իր փիլիսոփայություն ունի, իր վերաբերմունք ունի եւ կյանքի եւ հասարակության եւ նույնիսկ քաղաքականության հանդեպ։ Դες որ է խումբը, որի հետ ես 20 տարի աշխատեցի, որը ինձ համար հաճույք էր, ես շատ ուրախ եմ, որ այդ 20 տարին այդ խումբը տարել եմ առաջ, ոտքի եմ կանգնացել, ինչ որ հաջողություններ են ունեցել, բայց ես հասկացա, որ եկավ եմ պահը, որ այդ խումբը արդեն ապագա չունի, իմ համար, իմ իհարկե տեսակետից։ Իսկ ես այդ տարիքում եմ ու այն կյանքի փորձ ունեմ, որ ես այսօր մի վարքյան նույնիսկ չեմ ուզում ավել կորցնել ինչ որ բանի վրա, կյանքը կարճ է, չէ՞ վերջին հաշվով։ Որ ես մի բան է, որը ես չեմ տեսնում, որ ապագա ունի, դրա ուղղությամբ էլի շարունակեմ ինչ որ անիմաստ գործողություններ ու փորձեմ, ասենք թե փրկել իրավիճակը։ Բացարձակապես դա ես այդ ոչ ուժումն եմ, ոչ ցանկությունը, դրա համար ես այն ինչ որ ինձ արդեն դուր չի գալիս, այն ինչին ես չեմ հավատում, ես շատ հանգիստ հրաժեշտ եմ տալիս։ Իսկ այդ ձեր ասած նորաստեղծ խումբը դա շատ հետաքրքիր մի այսպես ասեմ, մի նախագիծ է, որը կարող ունենա հետաքրքիր ապագա։ Քանի որ ինքը ինձ հետաքրքիր է, այս այդ նախագիծը կփորձեմ առաջ տանել եւ մատուցել աշխարհին եւ հայությանը եւ այլ հասարակություններին եւ ազգերին, որտեղ ինքը միջազգային պրոյեկտ է, ինքը այն առումով է, որ ընդգրկված են ոչ միայն հայեր, այլ ընդգրկված են իտալացի երաժիշտներ։ Մտածում եմ, որ այս խումբը կարող ունենա ինչ որ ապագա։ Միամտություն չունեմ այդքան միամիտ չեմ, որ մտածեմ, որ հաստատ ամեն ինչ շատ լավ կլինի, բայց ամեն դեպքում ինձ համար նոր հետաքրքրություն եմ ստեղծել ու շարունակում եմ։ Ես այնքան անելիքներ ունեմ, այնքան հետաքրքրություններ ունեմ, ես հիմա աշխատում եմ իմ հավաքածուի կատալոգը ստեղծելու, ես հին մադր պլաստիկայի սիրահար եմ, բրոնզե դարի, բրոնզի տարբեր արտեֆակտներ եմ հավաքում, դա իմ անձնական հավաքածուն է, որի կատալոգն եմ ուզում հիմա ավարտեմ եւ միաժամանակ երրորդ գիրքն եմ ավարտել, մնում է որ արդեն կարգի բերեմ, որը կոչվում է Հայաստանի, սովետական Հայաստանի պարգևները։ Ես երկու գիրք արդեն հրատարակել եմ, սա երրորդն է, որը շատ մասնագետներ անհամբեր սպասում են։ Մասնագետներ, հավաքող կոլեկցիոներներ, որոնք իսկապես այդ գրքի կարիք ունեն։ Հույսով եմ, որ մոտակա տարիներին, որքան Աստված ինձ առողջություն կտա եւ տարիներ կտա, կփորձեմ ինչ-որ նոր բաներ ներկայացնել։ Այդում երաժշտական նախագծեր ինչպես միշտ։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, զրուցեցինք արվեստագետ, երաժշտական պրոդյուսեր Նիկա Բաբայանի հետ։ Ցտեսություն։